Հանուն Հոր և Որդվո և Հոգվին Սրբո, ամեն։ Առնապատիվ Տեր Հայր, սիրելի քույրեր և եղբայրներ, ձեզ քաչ հայտնի է պատկերը և թեման, բայց փորձենք ընթերցել ավետարանը և փոքրիկ մեկնաբանություններ կատարել, որպեսզի ավելի պարզ լինի ընթացքը։ Ավետարանն ասում է, որ մի հիվանդ կար Ղազարոս անունով Բեթանիայից, Մարիամի և նրա քույր Մարթայի գյուղից։ Ղազարոս անվան եբրայերեն ամբողջական տարբերակը Էլիեզերն է կամ Եղիազարը, որ նշանակում է Աստված օգնում է։ Այս անունը լայն տարածում ուներ Նոր Կտակարանի ժամանակներում, համատես ավետարանները այս մարդու մասին չեն խոսում, Ղուկասի ավետարանում է հնչում Ղազարոս անուն, սակայն առակի կոնտեքստում, աղքատ Ղազարոսի առակի կոնտեքստում այս Ղազարոսը և Հովհաննեսի ավետարանի մեջ նշված Ղազարոսը միևնույն անձը չեն։ Մարթայի և Մարիամի մասին կրկին նշումներ լինում են համատես ավետարաններում։ Սա այն Մարիամն էր, ասում է ավետարանը, որ յուղով օծեց Տիրոջը և իր մազերով սրբեց նրա ոտքերը։ Այս դրվագը, օծության դրվագը, պիտի գա հաջորդ գլխում, Հովհաննեսի 12-րդ գլխում, սակայն այստեղ նախապես դրա մասին շեշտվում է։ Եվ այս Մարիամի եղբայր Ղազարոսը հիվանդ էր։ Սրա քույրերը, Մարթան և Մարիամը, այսինքն նրա մոտ մարդ ուղարկեցին և ասացին. «Տեր, ահավասիկն ում դու սիրում էիր, հիվանդացել է»։ Երբ Հիսուս լսեց, ասաց. «Այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստծո փառքի համար է, որպեսզի դրանով Աստծո որդին փառավորվի»։ Ավետարանի խոսքից հասկանում ենք, որ այս իրադարձության միջոցով պետք է Աստծո փառքը հայտնվեր։ Եվ դա պիտի կատարվեր Հիսուսի ձեռքով, որպեսզի Տեր Հիսուս փառավորվեր, իսկ վերջնական փառավորումը Տեր Հիսուսի, ինչպես որ ինքն իսկ ասում է ավետարանում, իր խաչելության ճանապարհով պիտի լիներ։ Հիսուս սիրում էր Մարիամին և նրա քրոջը Մարթային և Ղազարոսին։ Ավետարանում Հովհաննեսը կրկին նշում է Տիրոջ սերը այս ընտանիքի նկատմամբ, որպեսզի մեզ համար տարօրինակ չթվա, որ ինքը լսելով նրա հիվանդ լինելը 2 օր դեռ հապաղում է գնալ նրանց ընդառաջ։ Ըստ երևույթին, երբ որ Տեր Հիսուսին գալիս և հայտնում են, թե Ղազարոսը հիվանդ է, այդ ճանապարհի ընթացքում արդեն Ղազարոսը մահացած է լինում։ Եվ ասում է ավետարանը ևս 2 օր համբերելով, դրանից հետո իր աշակերտներին ասաց. «Եկեք վերստին գնանք Հրեաստան»։ Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի, հրեաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել և դու նորից այնտեղ ես գնում»։ Հիսուսի վերադարձը Հրեաստան իրապես նշանակում էր որոշակի սպառնալիք իր անձի նկատմամբ, որովհետև քահանայապետերը, քահանաները, փարիսեցիները, սադուկեցիները փնտրում էին առիթ, որպեսզի Տեր Հիսուսին որևէ բանում մեղադրեն, եւ հետո կտեսնենք նաեւ, որ արդեն սկսում են խորել ոչ միայն նրան ինչ-որ հարցում բռնելու, խոսքի վրա բռնելու մասին, այլ խոսքը գնում է նրան սպանելու մասին։ Եվ իրապես այս ճանապարհորդությունը Գալիլեայից դեպի Երուսաղեմյան շրջան մի էր վտանգներով Քրիստոսի համար։ Հիսուս պատասխանեց. «Ցերեկը 12 ժամ չունի, եթե մեկը ցերեկն է քայլում,
չի սայթակում, որովհետև այս աշխարհի լույսը տեսնում է։ Իսկ եթե մեկը գիշերն է քայլում, սայթակում է, որովհետև հետը լույս չունի։ Այս բաներն ասելուց հետո նորից ասաց նրանց. մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ։ Լույսի խավարի այս փոխհարաբերությունը Տեր Հիսուս հաճախ է կիրառում իր առակներում։ Այստեղ, որ ասում է ցերեկը 12 ժամ չունի արդյոք, այս առակի իմաստը կարելի է հասկանալ հետևյալ կերպ, որ դատաստանի ժամը մոտենում է եւ լսողները պետք է շտապեն, որպեսզի ժամանակ ունենան ընդունելու իրենց համար կենսական նշանակություն ունեցող որոշումը, քանի որ դատաստանի ժամի գալուց հետո ուշ կլինի։ Եբրայական, հռոմեական ընկալումների մեջ օրը ուներ 12 ժամ, ինչպես նաև հայոց մեջ մանավանդ եկեղեցական օրացույցում մենք տեսնում ենք, որ ցերեկը հաշվում է 12 ժամյա այս ընթացքով եւ ինչպես որ Տեր Հիսուսի օրերին էր, համարվում էր օրը արևածագից մինչև արևամուտ կամ մայրամուտ։ Այստեղ Տերը հայտնում է, որ արտաքին պայմանները չեն կարող խոչընդոտել իր առաքելությանը եւ քանի դեռ ցերեկ է, այսինքն քանի դեռ 12-րդ ժամը չի հասել, քանի դեռ խավարը չի հասել, գիշերը չի եկել, նա պիտի գործի իր հոր կամքի համաձայն։ Տեր Հիսուս ասում է, որ Ղազարոսը ննջել է եւ պիտի արթնացնի։ Ննջել բառը մենք էլ այսօր կիրառում ենք մահացած լինելու հանգամանքով նաեւ։ Նաեւ Հիսուսի օրերին եւ հեթանոսության մեջ ննջել, նինջ կամ մահ գաղափարները զուգորդվում էին իրար։ Նույնիսկ հեթանոսական շրջաններում հունական դիցաբանության մեջ մահը եւ քունը նկարագրվում էին որպես երկվորյակ եղբայրներ։ Եվ ուրեմն թեև այս պատկերը ծանոթ էր աշակերտներին, սակայն նրանք տեսնում ենք, որ չեն հասկանում Քրիստոսի խոսքը եւ ասում են, եթե ննջել է, ապա կարթնանա։ Ես Տեր Հիսուս ստիպված է լինում նրանց բացահայտ ասել, որ Ղազարոսը մեռավ։ Արդ ասում է Տերը, եկեք գնանք նրա մոտ։ Թովմասը առաքյալներից, որ երկվորյակ էր կոչվում, աշակերտներին ասաց, եկեք մենք էլ գնանք նրա հետ մեռնենք։ Տեսնում ենք հետաքրքիր պատրաստակամություն առաքյալների մոտ։ Նրանք պատրաստակամություն են հայտնում մեռնել իրենց ուսուցչի համար։ Թեև կտեսնենք, որ հետագայում, երբ որ կգա պահը, նրանք այդ պատրաստակամությունը լիարժեք չեն արտահայտի, կփախնեն, սակայն այն միտքը, որ նրանք արտահայտում են, արդեն իսկ որոշակի բարեպաշտության եւ որոշակի հավատարմության մասին է խոսում, որովհետեւ հրեական ընկալումների մեջ որևէ ուսուցչի համար մեռնել պատրաստ լինելու այս մղումը չկար։ Նրանք կհամարեին ավելի հավանական մեռնել Աստծո օրենքի համար, քան որևէ ուսուցչի համար։ Բայց տեսնում ենք, որ առաքյալները բացառիկ հավատարմության ձգտում ունեն Քրիստոսի նկատմամբ, որը թեև միջևեր չեն կարողանում պահել, բայց այդ ձգտման մեջ են։ Եվ հետագայում, երբ որ Սուրբ Հոգին արդեն նրանց պիտի ամեն ինչ հայտներ, ինչպես Տեր Հիսուս է ասում, դրանից հետո տեսնում ենք բացառիկ նվիրվածություն Քրիստոսին եւ մինչեւ իսկ նահատակություններ։ Հիսուս եկավ, նրան գտավ 4 օրից ի վեր գերեզմանի մեջ, նկատի ունի Ղազարոսին։ Այս 4 օրվա մասին նշումը կարևոր հանգամանք է։ Հրեական ավանդության համաձայն մահացածի հարազատները առաջին 3 օրերը, երբ որ թաղումը տեղի էր ունենում,
առաջին 3 օրերի ընթացքում այցելում էին գերեզման, որպեսզի վերջնականապես համոզվեին մահացածի մահացած լինելու մեջ։ Եվ երբ որ մարմինը սկսում էր արդեն քայքայվել, իսկ պաղեստինյան շոկ պայմաններում դա մոտավորապես 3-4 օրը արդեն այդպես էր լինում, եւ տեսնում ենք ավետարանում, որ նկարագրվում է զատկական շրջան, այսինքն ցուրտ շրջանը անցել էր եւ 3-րդ օրը արդեն իսկ այդ process-ները սկսված պիտի լինեին, տեսնում ենք Տեր Հիսուսին 4-րդ օրը նոր ներկա Ղազարոսի այդ սգո արարողություններին։ Եվ ընկալում կար նաև, որ այս 3 օրերի ընթացքում հնարավոր է, որ մարդ վերակենդանանա, բայց 4-րդ օրից սկսած ընկալում կար, որ այլևս որևէ կերպ հնարավոր չէ, որ մարդ վերստին կյանքի կոչվի։ Մենք տեսնում ենք, որ Տեր Հիսուս, երբ որ հրաշքներ է գործում, կարելի ասել անիրատեսական պայմաններ են գործում նրա հրաշագործության պահին։ Մանավանդ այս դրվագում եւ այս հարության դրվագը տարբեր է ավետարաններում նկարագրված մյուս բոլոր հարության դրվագներից։ Եվ ուրեմն 4-րդ օրվա մահացածին հարություն տալը, կյանքի կոչելը համարվում էր գրեթե անհնարին կամ որ նույնն է միմիայն աստվածային անմիջական ներկայությամբ եւ անմիջական միջամտության արդյունք։ Եվ Բեթանիան Երուսաղեմի մոտ էր շուրջ 3 կիլոմետր։ Հրեաներից շատերը եկել էին Մարթայի եւ Մարիամի մոտ, որպեսզի նրանց մխիթարեն իրենց եղբոր մահվան համար։ Սովորական երևույթ նաև մեր օրերում մխիթարության գնացող մարդկանց խումբ։ Երբ Մարթան լսեց, որ Հիսուս գալիս է, նրան ընդառաջ գնաց, իսկ Մարիամը տանը նստած էր։ Այս նստած լինելու հանգամանքը նկարագրում է մեզ Տեր Հիսուսի օրերին եւ նաեւ այսօր հրեական միջավայրում սուգը պահելու ձևերը։ Երբ որ մեկը մահանում էր, տան անդամները ուղարկավորության առաջին շաբաթը պահում էին խիստ սուգ եւ դա արտահայտվում էր տանը նստելով, գետնին նստելով եւ մխիթարող ազգականների ներկայությամբ։ Տնից չէին շարժվում հաճախ եւ նստած էին լինում գետնին։ Եվ ավետարանը, որ ասում է Մարթան դուրս եկավ, իսկ Մարիամը նստած էր, այդ նստած լինելու հանգամանքը շեշտադրում է նրա սուգի մեջ գտնվելու հանգամանքը։ Մարթան Հիսուսին, երբ որ հանդիպում է, ասում է. «Տեր, եթե դու այստեղ լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»։ Այս խոսքերը իբրև հանդիմանություն պետք չէ ընկալել, այլ որպես ողբացող սրտի աղաղակ։ Եվ շարունակության մեջ նաև ինչ-որ իմաստով մթագնած խոսք է ասում Մարթան, ասում է, բայց հիմա էլ գիտեմ, թե ինչ էլ որ Աստծուց ուզես, Աստված քեզ կտա։ Մենք տեսնում ենք, որ Մարթանը ինչ-որ ասում է, ինքն էլ մեծ հաշվով չի հասկանում, թե ինչ է խնդրում Տեր Հիսուսից, որովհետև հետագայում, երբ որ Տեր Հիսուս պիտի ասի Ղազարոսի գերեզմանը բացեք, Մարթան պիտի փորձի խոչընդոտել այդ ընթացքը պատճառաբանելով, որ 4-րդ օրն է արդեն նեխած պիտի լինի։ Եվ հասկանում ենք Մարթայի արձագանքից, որ այստեղ նրա այս խոսքը լիարժեք չգիտակցված մի արտահայտություն է, սակայն Տեր Հիսուս նույնիսկ այդ չգիտակցված խոստովանությունը օգտագործում է եւ ասում է նրան, քո եղբայրը հարություն կառնի։ Մարթան նրան ասում է ընդհանուր աստվածաբանական, դավանական դրույթների մի համախումբ։ Գիտեմ, որ հարության ժամանակ վերջին օրը հարություն կառնի։ Սակայն
Հիսուս նրան ասաց. Ես եմ հարություն եւ կյանք, ով հավատում է ինձ, թեպետ եւ մեռնի, կապրի, եւ ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Հավատում ես այս բանին։ Տեր Հիսուս ասում է, որ ինքն է իսկ հարությունը։ Դա նշանակում է, որ այն, ինչ պատկանում էր վերջին ժամանակներին, արդեն ներկա է այստեղ եւ պետք է լինի եւ հարությունը եւ կյանքը։ Մեկ ուրիշ տեղ ավետարանում Տեր Հիսուս ասում է. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կգա ժամանակ եւ արդեն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծո որդու ձայնը եւ նրանք կլսեն ու կապրեն։ Հիսուս ի վերուստ եկած կյանքն է եւ այստեղ ինքն իրեն բացահայտում է այդպիսին Մարթայի առաջ եւ հարցնում է նրան, արդյոք նա հավատում է դրան, թե ոչ։ Եվ Մարթան կատարում է խոստովանություն, ինչպես մյուս ավետարաներում տեսնում ենք Պետրոսի շուրթերին, որ խոստովանում էր, թե դու ես Քրիստոսը Աստծո որդին, այնպես էլ այստեղ տեսնում ենք այդ խոստովանությունը Մարթայի շուրթերին, որ ասում է. այո Տեր, ես հավատում եմ, որ դու ես Քրիստոսը Աստծո որդին, որ աշխարհ է իր գալու։ Մարթայի շուրթերին դրված է մեսիական պատկանելիության եռյակ այդ կողմնորոշիչները։ Առաջին օծյալ կամ Քրիստոս, երկրորդը Աստծո որդի, այսինքն Մեսիան, օծյալը պիտի լիներ Աստծո որդի, եւ երրորդը դու նա ես, որ պիտի գայիր։ Մարթայի խոսքը, այս բանաձևը շատ նման է առաջին դարերում մկրտության բանաձևի հետ։ Մենք էլ այսօր որ մկրտում ենք, չէ, որոշակի բանաձևով ենք մկրտություն կատարում։ Առաջին դարերում այդ բանաձևերը որոշակի տարբերություններ էին ունենում, միասնական ընդհանուր բանաձև չէր, բայց սա այդ խոստովանության ձևերից մեկն էր, որոնք որ առաջին դարում մկրտության ժամանակ անում էին, ասելով, որ հավատում են Տեր Հիսուսին, որ Քրիստոսն է, Աստծո որդին, եւ որ պիտի գար եւ որ պիտի գա։ Եվ այս ասելուց հետո գնաց գաղտնաբար կանչեց իր քրոջը Մարիամին եւ ասաց. Վարդապետն է եկել եւ քեզ է կանչում։ Երբ նա լսեց, իսկույն վեր կացավ եւ եկավ նրա մոտ, Հիսուս դեռ գյուղ չէր հասել։ Գյուղ չէր հասել, որովհետև գերեզմանը բնակավայրից դուրս էր գտնվում, գյուղ չէր մտել, որպեսզի միանգամից գնա գերեզման, եւ դրա համար էլ Մարթան, երբ որ Մարիամին կանչում է Տեր Հիսուսին հանդիպել, նրանք գյուղում չէ, որ հանդիպում են, Մարիամը դուրս է գալիս տնից եւ կարծում էին, թե գնում է գերեզման, բայց գերեզման գնալու փոխարեն գնում է ընդառաջ Քրիստոսին եւ հանդիպում նրան ու ասում գրեթե նույն խոսքերը, ինչ որ Մարթան էր ասում, եթե այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի։ Եվ Հիսուս տեսավ, որ նա լալիս է եւ նրա հետ եղող հրյաներն էլ լալիս են, սաստիկ խռովվեց իր հոգում եւ ասաց. Ուր դրիք նրան ասացին. արի եւ տես։ Եվ տանում են, արդեն առաջնորդում են դեպի գերեզման։ Տեր Հիսուսի օրերին գերեզմանները մեր այսօրվա պատկերացրած գերեզմանների պես չէին։ Բնակավայրից դուրս էին գտնվում, որովհետև ծիսական անմաքրության խնդիր կար, մահացածին դիպչելու արգելք կար, գերեզմաններին դիպչելու արգելք կար, եւ դրա համար բնակավայրից դուրս էին դնում, որպեսզի ակամա չպղծվեին մարդիկ եւ ստիպված չլինեին որոշակի շրջան մաքրության պահպանել եւ լվացումով նոր իրավունք ստանալ մտնել հասարակական կյանք։ Մեր օրերում այդ ամենը այլ կերպ է կազմակերպված, քան առաջին դարերում։ Եվ գերեզմանները պատրաստվում էին քարանձավներում կամ արդեն իսկ բնական քարանձավներում կամ փորվում էին ժայռերի մեջ որոշակի խորշեր եւ այնտեղ էին դրվում մահացածների մարմինները, վեն քարով փակվում էին դրանց դռները, որպեսզի գազանները կամ գողերը կամ բնական տարեքները չվնասեին մարմինը
Եվ մոտավորապես 1 տարի անց նոր ընտանիքի անդամները գալիս էին, բացում էին այդ գերեզմանի դուռը, ոսկորները մի փոքրիկ արկղի մեջ էին տեղադրում եւ պատերի մեջ էլի խորշեր էին բացում, այդ խորշի մեջ էին ամփոփում եւ հետագայում մեկ այլ մարմին կարող էին դնել այդ նույն գերեզմանի մեջ։ Եվ սա հետաքրքիր նաեւ հանգամանք է Տեր Հիսուսի թաղման առնչությամբ, երբ որ Տեր Հիսուս պիտի գերեզման դրվեր, դրա համար ավետարանը հատուկ կերպով նշում է, որ այնտեղ դեռևս որևէ մեկը դրված չէր։ Եվ Հիսուս արտասվեց։ Հրեաներն ասացին, տեսեք ինչքան էր սիրում նրան, նրանցից ոմանք ասում էին, սա որ կույրի աչքերը բացեց չէր կարող նաև այնպես անել, որ սա չմեռներ։ Տեսնում ենք, որ Տեր Հիսուսի որևէ քայլ բերում է երկակի ընկալումների։ Մի մասն ասում է, որ ինչքան շատ էր սիրում Տեր Հիսուս Ղազարոսին, որ արտասվեց, մյուս մասը մի տեսակ մեղադրական հայացք է նետում Տեր Հիսուսի վրա, ասելով, որ նա կարող էր դա անել, բայց չարեց։ Եվ Հիսուս ասաց, այդ քարը մի կողմ դրեք։ Մարթան մեռածի քույրը նրան ասաց, Տեր հիմա արդեն նեխած կլինի, քանի որ 4 օրվա է։ Հիսուս նրան ասաց, քեզ չասացի, եթե հավատաս, կտեսնես Աստծո փառքը։ Ղազարոսի հարությունը լինելու էր Հիսուս Քրիստոսի սեփական հարության նախապատրաստումը, իր փառքի մեջ մտնելու ճանապարհի սկիզբը։ Դրա համար է ասում, որ կտեսնես Աստծո փառքը։ Եվ քարը վերցրին, Հիսուս աչքերը վեր բարձրացրեց եւ ասաց. Հայր, գոհություն եմ հայտնում քեզ, որ ինձ լսեցիր։ Ավետարանում տեսնում ենք, որ Տեր Հիսուս որևէ խնդրանք չի ասել, բայց անմիջապես ասում է գոհանում եմ, որ ինձ լսեցիր։ Տեր Հիսուս գտնվում է Հայր Աստուծո հետ այնպիսի միասնության մեջ, որ նրա համար նույնիսկ հարկ չկա խնդրել։ Խոսքով հարկ չկա, որ նա խնդրի։ Նա անմիջապես գոհություն է հայտնում, շնորհակալություն է հայտնում, որովհետև լսելի է միշտ։ Եվ այս հատվածը ընթերցելով մեր մտքում գալիս է Եսայի մարգարեության մեջ հանդիպող մի ձևակերպում, երբ որ մարգարեն ասում է այնպես պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտված, պիտի լսեմ նրանց եւ դեռ չխոսած պիտի ասեմ, թե ինչ եք ուզում։ Աստված է մարգարեի շուրթերով այդ խոսքը ասում Տեր Հիսուսի օրերու համար։ Եվ երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. Ղազարոս վեր կաց դուրս արի։ Եվ մեռելը եկավ կապված ոտքերով, ձեռքերը երիզով ամրացված եւ երեսը վարշամակով պատած։ Եվ Հիսուս նրանց ասաց. Արձակեցեք դրան եւ թողեք որ գնամ։ Հրեաներից շատերը, որոնք եկել էին Մարիամից մոտ, երբ տեսան ինչ որ Հիսուս արեց, հավատացին նրան, իսկ նրանցից ոմանք գնացին փարիսեցիների մոտ եւ պատմեցին նրանց ինչ որ Հիսուս արեց։ Մահացածին պատանքում էին, գիտենք, որ Տեր Հիսուսին էլ պատանքով են պատել։ Եվ այնպես էր ընդունված, որպեսզի ոտքերը ձիգ լինեն, նաև կապում էին, ձեռքերն էին կապում մարմնի վրա, եւ նման կապվածության պայմաններում նույնիսկ ողջ մարդը կդժվարանար քայլել։ Եվ տեսնում ենք, որ ավետարանը ասում է, որ բացեցին գերեզմանի դուռը, Ղազարոսը այդպես երիզներով պատված դուրս եկավ գերեզմանից, անշուշտ դժվարությամբ քայլելով, եւ տեսնում ենք նաեւ այս առիթով Բարսեղ կեսարացու մի գեղեցիկ մեկնաբանություն, որ ասում է Ղազարոսի դուրս գալը ինքնին, ասում է գերեզմանից, հրաշք էր հրաշքի մեջ։ Եվ այս ամենը տեսնելով կրկին երևում է երկակի ընկալում։ Մի մասը հավատում են Տեր Հիսուսին, որովհետև
հնարավոր չէր, որ այսպիսի հրաշք գործվեր մարդկային զորությամբ, իսկ մյուս մասը տեսնելով դա եւ հասկանալով, թե ում հետ գործ ունեն, գնում են եւ մոտենում են քահանայապետներին, փարիսեցիներին, եւ հետո մենք տեսնում ենք արդեն անմիջապես հետո այս դրվագից, որ Կայափը քահանայապետի մոտ ժողով է լինում, եւ այդ ժողովի ընթացքում վճռվում է, որ պիտի Քրիստոս մեռնի։ Այսքանն էր այսօրվա ավետարանական հատվածը, սիրելիներ, մենք տեսնում ենք, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը կապում է մեզ Տիրոջ չարչարանքների եւ հարության խորհրդի հետ։ Պատահական չէ, որ այս ծննդյան ուրախալի օրերին մեր եկեղեցու հայրերը դրել են հենց այս ընթերցումը մեզ համար, որպեսզի մեր մտքում չզատորոշվեն Տեր Հիսուսի տնօրինական գործողությունները, ծնունդը, փառավոր գործունեությունը երկրավոր եւ խաչի ճանապարհը, մահը եւ հարությունը։ Թող Տիրոջ շնորհը, մեր Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը լինի ամենքիս հետ, ամեն։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Մեզ եւ ձեզ մեծ ավետիս։